29 ժամ ինձ պահեցին ոստիկանության բաժանմունքում, գիշերը մութ սենյակում բոբիկ ոտերով, ջուր չեն տվել 29 ժամ, ես սաղ գիշեր դուռը թակել եմ։ Անանուն մնալ ցանկացող այս կինը Ռուսաստան էր գնացել աշխատելու նպատակով, բայց հետո ոստիկաններն իրեն ու Հայաստանի մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել, որովհետև գրանցված աշխատող չի եղել։ Կինը սակայն պնդում է, ինքն այդ մասին տեղյակ չի եղել, քանի որ պայմանագիրը, որ ստորագրել է, եղել է կնիքով, ստորագրությամբ եւ անձնագրային տվյալներով։ Ինչ իմանայի, որ ռուսաստանցի գործատուս հարկերից խուսափելու համար ինձ որպես օրինական աշխատող չի գրանցել։ Նա տուգանվեց, ես արտաքսվեցի, պատմում է նա։ Հաջորդ օրը տարավ վերևի սենյակ, բա ստորագրի ես թղթերը։ Գնում ես Հայաստան։ Ես ասի ռուսերեն լավ չեմ հասկանում, ինձ բերեվո չկա պետ, ինձ ադվոկատապետ, ես ուղղակի դու թղթեր դնես կարող անտեղ մարդասպանության հոդվածա։ Ես ասեցի չեմ ստորագրի ոչ մի բան։ Ասավ տենց անջուր կմնաս։ Հետո այդտեղ ստորագրեցի այդ թղթերը, արդեն 4 կաբինետ թակեցի, ջուր խնդրեցի, մի բաժակ ոչ մեկ չտվեց։ Ստիպված ստորագրեցի այդ թղթերը։ Ոստիկանությունում իրենց ժամերով պահելուց հետո տեղափոխել են օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն, սպեցպրիոմնիկ։ Իսկ դա կնոջ խոսքով իսկական բանտ էր։ Տվել են խոզի լապ, ես այնտեղ ուղղակի խմել եմ տաք ջուր ու հաց։ Մի ամիս հետո թողեցին մի 4 ոստիկանով, ոնց որ հրեշ էին բռնել մարդակեր, չգիտեմ, էլեկտրաշոկերով, դուբինկով։ Ես էլ ծիծաղում եմ, ասում այդ կլետկով մաշինով, ամիս համար եք այդքան, այդպես զինվել եկել։ Մի հատ երեխայա խեղճ ու կրակ, մի հատ էլ կնիկ է, այդքան զինվել եկել եք ծիծաղում են, բայց ակուրատնի ճանապարհեցին մեզ։ Այդպես եկա հասա Հայաստան։ Երբեք էլ դուրս չեմ գա Հայաստանից, չեմ գնա այնտեղ։ Ինչ ա եղել իմ երկրին։ Կինը պատմում է, որ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում հանդիպել է մի հայ երիտասարդի, որը ասել է, թե ամիսներով անորոշության մեջ եւ փակ պայմաններում մնալուց հետո հոգեբանական ծանր վիճակում է ու համաձայնել է մեկնել պատերազմ Ուկրաինա։ Կնոջ փոխանցմամբ այդ պահման վայրում ներքին կանոններ են գործել, ըստ որոնց, եթե որևէ անձ համաձայնում է մեկնել պատերազմ, ապա կարող է որպես փոխհատուցում նշել մեկ այլ մարդու անուն եւ վերջինս ազատ կարձակվի։ Նա կասկածում է, որ այդ երիտասարդը կարող էր իր անունը նշել, քանի որ իրենից հարցրել է անուն, ազգանուն, հայրանուն եւ տարիք։ Դրանց կոնտրակտ գրեց, որ գնա Ուկրաինա կռիվ, ասավ ես այստեղ կմեռնեմ, չեմ կարա ես այստեղ երկար մնամ։ Ու իմ գալուց 3 օր առաջ ինքը անհետացավ, ես իր տեղերը չգիտեի, ես մտածում եմ, որ իրան տարան կռիվ։ Ես հիմի նույնիսկ մտածում եմ, որ ես որ եկա Հայաստան, ինքն է իմ անունն այնտեղ տվել։ Մեր զրուցակիցը, որ խնդրել էր նաև իր ձայնը փոխել, ասաց օդակայանի ճանապարհին ոստիկաններն իրեն ուղիղ ասել են, թե ինձ ոստիկանը անգամ ասավ սրա մեղավորը քո Փաշինյանն։ Դրանից այն կողմերից ինչ պետք է ասել, ես զգացի, որ ազգային ինչ-որ ոնց կարծես վրեժ էին դուչին։ Ես իրան ուղղակի ասի, մեր հարցը Փաշինյանը ինչ, դու ինձ բռնել բերել ես ոստիկանություն, ես քեզ ասում ինչ ջուր դու ինչ ջուր չես տալիս, ասում ես Փաշինյանն է մեղավոր։ Հիմա ես վերականգնվեցի, շատ հյուծվել էի։ Նույնիսկ հաշ չէի կարող ուտել, որովհետև մի ամիս ես այնտեղ հաշ չեմ կերել։ Ինքը վարչապետ Փաշինյանը օրերս անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան հնարավոր արտաքսումներին նշել էր, թող քաղաքացիներն անօրինական չմնան որևէ երկրում, ով է մեղավոր։ Եթե մարդը ապօրինի հիմքով է գտնվում ուրիշ երկրի տարածքում, մենք դեպորտ չենք անում, բոլոր երկրներն անում են։ Եթե մարդը ապօրինի հիմքով, ասինքն ինչ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, որ ինչ որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքում։ Վերջին օրերին Ռուսաստանից հնչող հայտարարություններում նշվում է, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ շարժվի դեպի ԵՄ, ապա Հայաստանի քաղաքացիների համար կարող են վերանայվել Ռուսաստանի մուտքի ներկայիս արտոնությունները։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով նույնիսկ հիմա ԵԱՏՄ անդամակցության պայմաններում որոշ կանոններ ամբողջությամբ չեն գործում։ Օրինակ բեռնատարների վարորդների համար նախատեսված 180 օրյա գտնվելու սահմանափակումը փաստացի փոխվել էր 90 օրով։ Հետո իհարկե դա վերանայվել էր, բայց ըստ նրա վերջիններիս նկատմամբ որևէ ժամկետ չպետք է գործեր։ Բեժանյանը հիշեցնում է օտարերկրյա միգրանտների համար սահմանված նոր խստացումների մասին, նշելով, որ Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիներն էլ պետք է տեղյակ լինեն դրանցից, որ խնդիրներից խուսափեն։ Եթե օրինակ ոչ աշխատելու նպատակով է մարդը գնում Ռուսաստան, ապա այնտեղ կարող է տարեկան ընդհանուր 90 օր մնալ։ Եթե այցի նպատակն աշխատանքն է, մուտք գործելիս 30 օրվա ընթացքում պետք է միգրացիոն հաշվառում անցնի, բուժ զննում
ու աշխատանքային պայմանագիր կնքի, կամ եթե այս բոլորն արել է, ապա հետո ժամկետները երկարացնի, եթե ոչ կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Բացի այդ, եթե իր պայմանագրում նշված աշխատավարձի գումարից ավելի իր քարտին գումար կնստի, անձը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Եթե անգամ ինքը փոխանցումներ կանի դրամական դեպի Հայաստան կամ այլ երկիր եւ այդ գումարը կգերազանցի իր աշխատավարձը կամ կլինի աշխատավարձի գումարի չափով, եւս կհայտնվի ռեեստրում եւ պատկան մարմինները նրան կկանչեն, որպեսզի ինքը պարզաբանում տա, թե որտեղից իրեն այդ գումարները եւ եթե ինքը ամբողջ աշխատավարձն է ուղարկում, ապա ինչ գումարներով է ինքը ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Նախորդ տարվա սեպտեմբերից սահմանին տրամադրվող միգրացիոն քարտն էլ այլևս անժամկետ չէ, այն տրվում է արդեն 90 օրով։ Ժամկետի երկարացման համար քաղաքացին պետք է դիմի միգրացիոն հաշվառման տարածքային ոստիկանություն, որ քարտը կնիքեն, այսպիսով դրա ժամկետը երկարացվի։ Սակայն ըստ Բեժանյանի այդ կնիքը հաճախ չի դրվում, ինչի հետևանքով մարդիկ հայտնվում են արտաքսման վտանգի տակ։ Մոսկվայում կամ Մոսկվայի մարզում էլ հաշվառումը մի հավելվածով է արվում, որ ոստիկաններն անընդհատ տեսնեն նրանց գտնվելու վայրը, բայց քանի որ երկրում կապի խնդիրներ կա, կրկին մարդիկ խնդիրների առաջ են կանգնում։ Եթե անձը 3 օրից ավել պետք է բացակայի իր ռեգիստրացիայի հասցեից, այսինքն չքնի այն վայրում, որտեղ ինքը հաշվառված է, ապա նա պետք է գրավոր դիմում ներկայացնի տարածքային իրենց իր ռեգիստրացիայի տարածքային ոստիկանության բաժնում, որ ինքը բացակայելու է 3 օրից ավելի եւ ոստիկանությունը պետք է տեղյակ լինի, որ տվյալ անձը 3 օրից ավել բացակայելու է։ Այդ դիմումի պատճենն էլ ես միշտ ասում եմ պահեք ձեզ մոտ, որ հետագայում եթե հանկարծ ոստիկանությունը, չգիտեմ, կորցնի ձեր թուղթը, ապա մենք դատանում բողոքարկելիս ունենանք հավաստում, որ դուք պատշաճ կարգով պատկան մարմիններին տեղյակ եք պահել ձեր բացակայության մասին։ Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի շուրջ 20,000 քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի արգելք, առնվազն 5 տարի ժամկետով։ Ազատությանն ասած հայկական Կարիտաս մարդասիրական կազմակերպության միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Այս կազմակերպության տվյալներով վերջին 2.5 տարվա ընթացքում Ռուսաստան աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիների թիվը նվազել է մոտ 30%-ով, շուրջ 100,000-ից հասնելով 70,000-ի։